Հիմա հարցը ավելի լուրջ է, կամ Հայաստանի Հանրապետություն, կամ նոր ազգային ժողով։ Դուք հայաստանցիներդ, ովքեր քվեարկելու իրավունք են ունեցել, պետք է պատասխանեք այս հարցին, թե դուք ինչ եք ցանկանում, ձեր երեխաներին, ձեր շալակը առած փախչեք Իրան, այնտեղ էլ ոչնչանաք, կամ Վրաստան, այնտեղ էլ թալանեն ոռներդ բաց, ես իմ ուր գնաք, շուտով ամառն էլ կվերջանա, թե այլ մտադրություններ ունեք, դուք ինքներդ որոշեք դա, և դրա համար ամեն մի հարցի համար նորից գտնենք մեկ պատասխան։ Դուք փորձում եք այս օրերին գտնել ձեզ օգնական, բայց չեք հասկանում, ով է հիմնական ձեր հակառակորդը, դուք ում դեմ եք կռվում, դա դուք չեք կարողանում հասկանալ։ Եթե պարանը վերցնենք, որ ամբողջ պարանը թունավորված է, ապա պարանի այն ծայրը, որը ձեզ են մոտեցրել, որ թույնը ձեզ անցնի, այդտեղից պետք է սկսել կտրել, ոչ թե գնալ պարանի հաջորդ ծայրը ման գալ գտնել, եթե դա կտրում ես, ժամանակ ես շահում, բայց մեզ այս պահին պետք է ժամանակ։ Հիմա պատասխանեմ այն հարցերին, որպեսզի պարզ լինի, թե իրականում ինչ է։ Կենտրոնական հանձնաժողով, նայեք այս տականքի դեմքին, սրա այն կապկի տեսակ կա, չէ, սրա այս քթով, սրա այս տեսքով, այս տականքին նայեք և այս մյուսներին, բոլորին նայեք, ովքեր են սրանք։ Նիկոլն է ձեր թշնամին, Ալիևն է, Էրդողանն է, Պուտինն է, Բրուտն է, թե սա է։ Չէ որ սա է տալիս այն գնահատականը, որ Նիկոլը պետք է լինի, կամ այդ երեքը պետք է լինեն Հայաստանում նոր ազգային ժողովում։ Եվ սրա ձեռքով է ստորագրվել այդ բոլոր փաստաթղթերը, որ Նիկոլը լեգիտիմ է և այս բոլոր տականքների։ Նաև հիշեցնեմ այս տականքներիդ, կամ ձեզ գլխից խփում եք, կամ դուրս գալով, թե երկրից եք փախչում, առանցին էլ մեծ գումար եք Նիկոլից վերցրել, բոլորդ էլ, բոլորիդ տրվել է $100,000 գումար։ Դա ոչ թե Նիկոլի գումարն է, այլ Ալիևի գումարը։ Ստացել եք այդ գումարները, իսկ սա ստացել է ավելին, $1 միլիոն է ստացել, այս տականքը, սրանք 100,000-ի կարգի։ Այդ մասին նույնպես տեղյակ ենք, թե Հայաստան մտած գումարները որտեղից որտեղ են փախչում։ Հիմա դրա դիմաց դու ինքդ տանում ես Հայաստանի կործանմանը, քանի որ Նիկոլը Հայաստանը տանելու է կործանման։ Եվ այս տականքին և այս մյուս տականքներին, որոնք ձեր կողքով շվշվացնելով անցնում են, որևէ մեկդ ռիսկ կանեք, մոտենաք և դանակը խրեք սրա սիրտը, ասելով տականք, դու տվեցիր փաստաթուղթը, որ Նիկոլը ոչնչացնի Հայաստանը։ Ինձ թվում է ամենաանգրագետ մարդն էլ կհասկանա։ Նիկոլը հունիսի 7-ից սկսած արդեն ոչ ոք էր։ Ինչպես բոլորն էին ոչ ոք արդեն Հայաստանում, նույնն էլ Նիկոլը ոչ ոք էր։ Նիկոլին ոչ ոքից Հայաստանը վերացնող, Հայաստանը ոչնչացնող փաստաթուղթը ստորագրեց այս տականքը։ Նիկոլը նորից դարձավ Ալիևի խամբաջիկը, նորից դարձավ Հայաստանը ոչնչացնող համար առաջի անձնավորությունը։ Ով արեց, սրանք արեցին։ Այսինքն սրանց ինչ պետք է անել, սրանց պետք է գողանալ տանել, շանսատակ անել, այնքան տուր տալ, կամերաները միացնել, որ ամբողջը ծայրից ծայր ասեն, և այս ընտրությունները չեղյալ համարվի։
Եթե մենք վերցնում ենք Ծառուկյան Գագիկ, ձեր ասած Դոդիկին, այդ Սամվել կոչված ջհուդին, վերցնում ենք ալբանացուն, ապա նրանք այս բանը անելու են, ոչ, քանի որ Նիկոլը իրենց հետևն է պաշտպանելու, իրենք էլ Նիկոլի հետևն են պաշտպանում, նրանք թեև թիկունքի կանգնած են դեմքով ձեպի ձեզ և պաշտպանում են մեկը մյուսին, սա պետք է շատ լավ հասկանալ, այսինքն մեր առաջի թշնամիները այս պահին սրանք են, որպեսզի մեր պատիվը, մեր իրավունքը գա տեղը, մեր առաջի թշնամին այս տականքն է և սրանք են, սրանց հնարավոր է գտնել, սրանց հնարավոր է պատժել, հնարավոր է, սրանց ընտանիքներին և իրենց հնարավոր է ստիպել, որպեսզի բոլորը խոսեն ճշմարտությունը, հնարավոր է, այսինքն եթե դա էլ պետք է չանեք, նույնը դա ինչ-որ են թլդիկ մեկը կար սերժանտ ժամանակ, անունը մոռացել եմ, դա էր գլխավոր հանձնաժողովի նախագահը, հիմա էլ այս տականքն է, այս տականքի հարցը պետք է լուծել և սրանց հարցը պետք է լուծել, եթե սրանց հարցը դուք չեք լուծում, Նիկոլի հարցը դուք լուծող չեք, Նիկոլը այստեղ շատ մաքուր կենդանի է, ասեմ ինչ, Նիկոլը սրան հրամայել է, սա կեղծել է, այդպես եք ընդունում, բայց եկեք իրավաբանորեն նայենք, դա իրավաբանորեն այդպես չի, իրավաբանորեն Նիկոլը սրան գրավոր ոչ մի գրություն չի տվել, այլ սրան տվել է 1 միլիոն Ալիևյան գումար և սրանց 100,000-ավոր Ալիևյան գումար, ուրիշ Նիկոլը ոչ մի բան չի արել, դրա համար եթե սրանք նկարահանած ունեին, Նիկոլին կարային բերդ նստեցնեն, դրա համար, իսկ քանի որ սրանք դա չունեն և փողերը դրել են գրպանները, իրենց կնոջ, իրենց զանգաչի և այլնի անունով Նիկոլի ուղարկած այդ գումարները, որոնք հասել են սրանց, կարող եք դա ստուգել բանկերով և այլն կարող եք ստուգել նաև արձարան ինչպես է տրվել, ում ինչքան ինչպես է տրվել, բայց պատասխանատուն արդեն սա է, պատասխանատուն սրանք են, որոնք այդ փաստաթղթի տակ, որը փաստաթուղթ է, իրենց ստորագրությունը դրել են, եթե դուք լինեք դատավորը ինչ եք ասելու, եկեք Նիկոլին տանենք նստացնենք, Նիկոլը սրանց հրամայել է, չէ, սրանք անկախ ամեն ինչից պետք է պաշտպանեին համաշխարհային և Հայաստանի օրենքներով ընտրությունների բոլոր կանոնները և կեղծիքները հենց իրենք պետք է առաջինը լուսաբանեին, այսինքն սրանք բոլորը հակահայ, կեղտոտ դավաճաններ են հայ ազգի, որոնց պետք է անմիջապես գտնել, ծեծել, ջարդել, նկարահանել ճշմարտությունն ասեն, հետո գնդակահարել տեղում։ Անցանք առաջ, լրտեսներ, հիմա հարցը Սերժ Նարիմանովին է ուղղված, այ պոռնիկ, այ անբարոյականի լակոտ, սրանք ովքեր են, մենակ սրանց, Նիկոլի կողքը կանգնած, սրանց եմ ցուցադրում, և արդեն ձեզ պարզ է, չէ, թե Աննա Հակոբյան կոչված այդ պոռնիկը ինչի սրանից իբր հրաժարվեց, չէ որ Նարիմանով, սրանք բոլորը քո աշխատողներն էին, սրանք լուսնից չեկան, և նրանք պաշտպանում են քո դրած այս տականքին, որպեսզի Հայաստանի վերջը բերի, հիմա այստեղ նաև այս երկու ուժը իբր սրանք անցել են, սրանցից ոչ մեկն էլ, երեքն էլ, ոչ մեկն էլ չեն կարող միայնակ Հայաստանը ղեկավարել, քանի որ հայ ժողովուրդը, ձեր ասած, իսկ իմ ասելով հայ ազգը արդեն ոտքի կանգնած էր, և հայ ազգը հասկացել է, որ սրանք բոլորը տականքներ են, երբ որ ես ասացի, որ ընտրությունները ոչինչ չի տալու, դա այդպես էլ չհասկացաք, որ չի տալու, քանի որ 15 թվականի արդեն սահմանադրությունը պարզ խոսում է, որ ինչ ցանկանում ես արա,
ում ցանկանում ես նայել կլնի։ Եվ երեք բերած իմ փաստերի վրա ես մի բան ասեմ։ Երբ որ առաջին օրը գրեցի Հայաստանի Հանրապետության ավարտը եւ իմ միջայլոց դիտմամբ խոսեցի, որ մեծ մասը ծախվել է, դուք էսպեսիներ, դուք էնպեսիներ, ապա Նիկոլանք Հայաստանում, Ռուսաստանում եւ նաեւ մի քանի երկրներում, Բելարուս եւ այլն, որտեղ հայեր կան, բացվեցին, ինձ բացեցին եւ մոտ 10,000 մարդ դիտեց։ Մի մասն էլ չգիտեր, որպեսի դիտեի։ Երեք, երբ որ կոնկրետ հրատարակեցի այն ֆիլմը, որ ինչպես է կատարվել եւ Հայաստանում այդքան բնակչություն չկա, 4,000 մարդ չի դիտել։ Հասկանում եք տարբերությունը ինչի։ Ոչ թե մարդիկ չեն ցանկանում դիտել կամ ցանկանում էին նրանք դիտել, ոչ։ Փակում են էջերը, որովհետեւ չկարողանան շատ մարդիկ դիտել, չկարողանան գտնել։ Նույնիսկ Հայաստանում ես ինձ դժվարությամբ եմ գտել։ Շեշտում եմ ձեզ, Հայաստանում ես ինձ մեծ դժվարությամբ եմ գտել։ Փակում են կամ այնպեսի պայման են ստեղծում, որ մարդիկ որքան էլ ինչ-որ ճշմարտություն ման չկարողանան դա գտնել։ Միայն գտնեն նա, ինչքան սեղմես Նիկոլը Դավաճան է, դուրս գա, որ Նիկոլը լավն է ֆիլմերը։ Իսկ որ այսպիսի ֆիլմեր, սրանք ընդհանրապես դուրս չգան։ Եվ հասկացաք ինչն է պատճառը։ Իսկ որ մի քանի հոգի ֆիլմերս արագացած կամ դանդաղացած տեղադրում են 300,000 ձայն էին հավաքում մեկ օրվա մեջ, իզես 2-3,000։ Դա զարմանալի չէր ձեզ համար։ Նրանք վերնագիրը դնում էին այլ բան։ Այսինքն տոտալ ձեզ վերահսկում են։ Եվ այս 3 տականքները, այդ մասը անցանք, եւ այս 3 տականքները նույնն են կատարելու։ Սրանք նույն ընտանիքի անդամներ են։ Այս բոլորը նույն ընտանիքի անդամներ են, Հայաստանի վերջը բերող այդ բոլոր տականքները։ Բայց զգուշացնեմ սրան, այսպես թե այնպես Հայաստանի ավարտը բերում են։ Սա փախավ, ասենք Կանադայում որոշ ժամանակ մնաց, հենց բրուտները սրանը վերջը պետք է տան։ Սա ինքն էլ գիտի, որ ինքը միայն շահում է այս մի քանի օրը, մի քանի տարին, որից հետո իրեն թե ազերիները, թե ռուսները, թե թուրքերը, թե նաև բրուտները բոլորը սրա վերջը տալու են, որպեսզի հետքը կորչի։ Բայց կարող է տան նաև հայ ձեռքով, ինչպես ասալը արեցին, բայց դուք տանջվելու եք, տանջամահ եք լինելու ընտանիքներով հանդերձ այդ տականքներ, ում եք այսօր պաշտպանում, ում հետևին եք կանգնած։ Առանց են էլ մեծ քանակությամբ գումարներ ունեք, թողեք հեռացեք Հայաստանից։ Լակոտ, ասա հիվանդ եմ, վատ եմ զգում կամ կինս է վատ, պետք է գնանք բուժման, հեռացեք Հայաստանից։ Ինչ եք կանգնել սրա թիկունքը պաշտպանում եւ բազմաթիվ նման տականքների մասին է խոսքը։ Միայն սրանց մասին չի խոսքը։ Հիմա այստեղ գտնվող հայակործանները, բոլոր հայակործանները, սրանց դուք ոնց եք թողնելու, որ կենթանի մնան։ Հետն էլ նկարվել են, որ իրենք անբարոյականի լակոտներ են, իրենք ամեն ինչ կեղծած, իրենք բոլորը տականքներ են, ոչ հայ, ոչ հայի արյունով եւ այլն, նաեւ այլ երկրներից եկած այդ տականքները նույնպես։ Դա բոլորին է վերաբերում եւ բոլոր ազգերում պետք է հայտնել, որ ձեր տականքները եկել են գումարները վերցրել եւ փառաբանել Նիկոլին։ Դա էլ պետք է ասվի։ Եվ այստեղ նույնպես Ռուսաստանի եւ այլն այդ ամենի մասին եւ հատկապես Նիկոլը այստեղ մեղավոր չէ։ Առաջին մեղավորը սա է եւ իր կամպանիան եւ սրանք են։ Այս բոլորն են մեղավոր, որ իբր ընտրակեղծիքներ չի եղել։ Նիկոլը այստեղ մեղավոր չէ։ Նիկոլը լրփի անբարոյականի լակոտ է, որի ճակատին պետք է խաչ անել, բայց խաչը պետք է անել սրով։ Նիկոլը այնքան տականք է, որ Նիկոլը գիտի, որ իրեն վերջը երեք չէ, այսօր չէ, վաղը չէ, մի օր
գալու է, ինքը իր մահով չի սատկելու, ինքը դա գիտի։ Ինքը երբ որ նստում էր Սերժի ժամանակ, նա մտածում էր Արցախը կտա ու կպրծնի, բայց Ալիևն ասեց չէ, դրանով չի պրծնում, այ ուրիշ խաղի մեջ ես մտել։ Ու ինքը երբ որ հասկացավ, տեսակ մի անգամից սկսեց ծերանալ, ականջները մեծանալ, մազերը թափել եւ այսօր այն իրավիճակի մեջ է, որ ինքը արդեն ցուկ ցվանգի մեջ։ Այստեղ նաեւ զգուշացնեմ Նիկոլի այդ բոլոր վախեցածներին, նկարը չեմ ցուցադրում, բոլոր վախեցածներին, ովքեր երբ որ Նիկոլը կեղծեց ու ասեց մենք անցել ենք։ Դուք չեք ցանկանում անցնել, հասկանալի է, չեք ցանկանում, բայց դուք բոլորդ էլ լավ պետք է հասկանաք, ինչ պետք է կատարվի ձեզ հետ։ Ըստ վերջին տեղեկությունների, Հայաստանի Հանրապետությունը լուծարելուց հետո կամ ոչ լուծարելուց, այլ ճգնաժամի մեջ գտնվելուց հետո, իբր Եվրոմիությունը դատե է տալու Հայաստանի ներկա կառավարությանը, ազգային ժողովին եւ ձեզ բոլորիդ բրուտի հրահանգով տանելու են։ Դատեն, իբր դատեն, կոխեն զնդանները եւ ձեր վերջը տան։ Հայերն էլ ուրախանալու են, բայց արդեն Հայաստան չի լինելու, այն Հայաստանը, որը գոնե մինչ օրս կար։ Այդ պլանը նույնպես կա, այդ պլանը նույնպես որտեղ որ արդեն նախագծված է օգտագործելու են, նույնպես ունեն։ Նաև մենք ունենք այդ տվյալները։ Կտեսնեք, որ այդ օրն էլ կգա, շուտով կգա այդ օրը։ Եվ այստեղ ամենակարևոր հարցը որն է, հարցնում են, թե ինչ անենք։ Ընտրություններից առաջ հազար ձևով ասացի, սա ընտրություն չի, պետք է ոտքի կանգնել, պետք է մլցուց, բռնած, դատավորը եւ այլն, այսօր էլ արդեն սրան բռնած, պետք է սատկացնել։ Ինձ մի օգտատեր էր կամ մի քանիսը գրել էին նաեւ։ Պարոն Մշեցի, մի քիչ հանգիստ խոսի, կարող են ձեզ դատի տալ։ Եթե իմ երկիրը տանում են կործանման, եթե իմ երկրում 5000 հոգու կամայականությամբ տանում են սպանելու, եթե իմ երկրում համաշխարհային արդեն ոչ թե միայն Հայաստանի օրենքներն է կեղծում եւ դնում են մի տականքի, առհամարելով, թքելով 1 միլիոն հայ ընտրության վրա, որոնք դա չեն կատարել, ինչ պետք է անել սրան, համբուրել, թե բանդ նետել, ոչ, պետք է գնդակահարել տեղում, եւ ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ, կարող եմ ամեն ինչ փաստերով ապացուցել, ասել, որ ինչին ինչ է համապատասխան։ Հայաստանի Հանրապետություն կոչվածը երբեք օրենք չի ունեցել, եւ այդ օրենքները բոլորը կեղծիք են։ Այդ օրենքները գրվել է Կրեմլում, Կրեմլի նկուղներում, որտեղ բրուտյան բոլոր Ռուսաստանը ղեկավարող անձինք են եղել, իմիջիալոց բացատրեմ, որպեսզի ձեզ պարզ լինի։ Այնտեղ կան հիմնական մարդիկ, որոնք երկրորդական, երրորդական դեր են կատարում, այսօր էլ Ռուսաստանի ՖՍԲ-ում, առաջ ԿԳԲ-ում։ Եվ կան եկվորներ, որոնք մեկ շաբաթով, մեկ ամսով գալիս են Ռոսիա հյուրանոցում, նրանք ամեն մեկը ունի իր համարը, այնտեղ ոչ ոք չի բնակվում, այնտեղ լսելու սարքեր տեղադրած չեն կամ նկարահանող։ Գալիս են, գրում են մի թուղթ, տալիս են մեկին, ասում են տար ասա, այ Պուտին, այ լակոտ, այս սա վաղը պետքա խոսաս, սա պետքա կատարես։ Հա թե ինչպես է այդ ամենը կատարում։ Եվ դրա համար Հայաստանում օրենք չկա։ Ես ասում եմ մարդկության օրենքները, եթե 1 միլիոն մարդու խաբել է, մնացածը ընտրել են, Նիկոլին կամ մյուսներին, հարց չկա, եթե խաբել է, ամբողջ ամեն ինչ կեղծել,
կեղծիքը սկսվել է 2.5 միլիոն մարդուց, որտեղ 2.5 միլիոն մարդ Հայաստանում չի ապրել, երեխաներին չեն հանել այստեղից, այսինքն Հայաստանում 3.1 միլիոն մարդ չի ապրում, երկրորդը, մեծ մասը այսօր հեռացած է Հայաստանից, ես ինձ տեսնում եմ ընտրացուցակներում, բայց ես այնտեղ չեմ, չգիտեմ իմ անուն տակ քվեարկել են, թե չէ, դա էլ պետք է ստուգեմ, նաև մի շարք իմ բարեկամների, որ 200-ից ավելի բարեկամներ Հայաստանում չեն, տարբեր երկրներում են, եւ այլ մարդկանց, ծանոթներ, մոտիկներ, ընկերներ, հարազատներ, որոնք Հայաստանում չեն, դրա համար ասում եմ, Հայաստանում գտնվում է մոտարապես 1.9 միլիոն մարդ, 1.7 ավելի ճիշտ, որից երեխաներին եթե հանում ենք, տակը մնում են նա, ինչ որ ես ներկայացրեցի, 3, եւ այս տականքը կրկնակի, եռակի անգամ գնդակահարության հոդվածի տակ պետք է լինի, ինչ է Հայաստանում ամեն ինչ հնարավոր էր, մարդահամար հնարավոր չէր անցկացնել, թե որքան մարդ կա, արագ ձևով ամեն քաղաքում կարելի է անցկացնել, դա ժամերի հարց է, ոչ թե օրերի հարց է, այլ ժամերի հարց է, ամեն քաղաքում, ամեն փողոցի վրա մի մարդ դնեն, ամբողջ օրը կհաշվի, այնտեղ մարդ էլ չկա ապրող, որպեսզի չկարողանան հաշվեն, մենակ Երևանն է, որ լինելու է մի քիչ դժվարություն, մնացած տեղերը ոչ մի տեղ էլ նորմալ բնակչություն չկա, տների մեծ մասը դատարկ է, այժմ անցնենք ինչ անել, պատիվ և իրավունք, կամ սա պետք է անել, կամ սա Անդրանիկի սուրն է, պատիվ և իրավունք սուրը, սուրը պետք է հանել պատյանից արդեն, ժամանակն է, վաղը ուշ կլինի, սուրը պետք է հանել պատյանից, և առաջին նետը ում պետք է ուղղել, առաջին նետը պետք է ուղղել սրան և սրանց, սրանցից գոնե մի երկուսին, հատկապես սրան պետք է գողանալ տանել, լրիվ ծայրից ծայր խոսա, հետո նոր շամ պես սատկացնել, ասում եք ինչ անենք, դե Նիկոլին ձեռքները չի ասնում, սրան չի ասնում, նրան չի ասնում, հիմա էլ պետք է ասեք, դե արի սրան դու բռնի արա մենք տեսնենք ինչ եղավ, չէ, սա ձեր անելու գործն է, և դրա համար 111-ը միշտ ասում է, ձեր անելու գործը դուք արեք, մեծ հարցերը մենք կանենք, և ես երեկ էլ ասացի, նույնիսկ եթե իրենք չանեն, ես իմ անելիքը կանեմ, ես դրան պատրաստվել եմ 50 տարի, փոքր հասակից պատրաստվել եմ դրան, իմ ամենօրյա առօրյայի մեջ ամենից քիչը 1-ից 2 ժամ դա է եղել, եթե ես հայերի հետ խոսել եմ, ընկերներ, բարեկամներ, դպրոց եմ գնացել, ուսուցիչ եմ լսել և այլն, բայց հիմնականում օրվա մեջ գոնե 1-ից 2 ժամ դա է եղել իմ հարցը, ես ամբողջ կյանքում եմ դրանով զբաղվում, այսինքն պետք է հանել այս սուրը, արդեն ուշացնում ենք, սուրը պետք է չմնա պատյանում, այսօր այն բանն է, որ սուրը պետք է հանել պատյանից, և մի քանիսն էլ գրում են, լույսի բանակ ինչ կասես, լույսի բանակը ամսի 8-ին պետք է դուրս գար, ինչ-որ ջարդեր փշրեր, ուր է դուրս եկավ, թե լույսի բանակը սպասում է, որ այստեղ ես հայերին փուրը տամ, ասեմ լույսի բանակը լավն է, այնտեղ էլ լույսի բանակից կագեբեն բռնի տանի հայերին, դրա համար ասել եմ, սիրելի հայեր, ոչ մեկին մեկ հավատա, առանձին, միայնակ գործեք, այդ լույսի բանակ, մույսի բանակ, դրանք բոլորը ստից բաներ են, իրական տվյալները նորից եմ ներկայացնում, սա է իրական տվյալները, իրականում այսպես է կատարվել այդ ընտրությունները, և ընտրություններին ոչ թե Նիկոլի գրած թիվն է, այդտեղ, քանի որ զինվորներին մի քանի անգամ տեղափոխել են այստեղից այնտեղ, դա չի, և կարող են նույնիսկ անազգանուններով բոլոր տեղերը իրար հետ համեմատել, դժվար է մի անգամ գցել Excel-ի մեջ և ստուգել Պողոսյան Պողոս Հայրապետի, ծնված ես ինչ թվին, մեկ տեղ է քվեարկել, թե 10 տեղ է քվեարկել,
Հայաստանում չկա նման ինչ-որ մի տղա, որը կարող է այդ ամենը կատարել, ամբողջ այդ ցուցակները դնեն ստուգեն։ Սա է իրականությունը։ Սա է իրականությունը եւ այս իրականությունը, քանի որ հնարավոր չէ վերականգնել, ապա ասացի ձևը պետք է այս տականքի միջոցով եւ սրանց միջոցով այդ հարցը իմ ասած ձևով լուծեք։ Եթե չէ գնում եք անվերադարձ կործանման։ Այժմ մագնիսական դաշտի մասին նորից հարց են տվել, թե ինչ կլինի, երբ որ ասել եմ 1796 թվականին 2023 թվականին երկիրը իր մագնիսական դաշտով արդեն 2 անգամ աղետ է գրանցել։ Եվ դա ինչ է նշանակում։ Ամեն մի 80,000 տարին, այսպես համարենք սպիրալով, սպիրալի ամեն մի ճյուղը 80,000 տարի է։ Մարդկությունը նորից սկսելու է 0-ից, գալու է այս կետը ոչնչանա, մի մասը ապրեն, նորից գալու է այստեղ, նորից այսպես շարունակվելու է, այսպես է գնում։ Դա տիեզերքի օրենքն է։ Տիեզերքի օրենքը մենք չենք կարող խախտել, ոչ էլ բնության օրենքը, դա մենք նույնիսկ փոշեհատիկ էլ չենք տիեզերքում, որովհետեւ կարողանանք դրա դեմ պայքարել, այսինքն պետք է հարմարվենք դրան։ Իսկ ինչ է նշանակում այդ մագնիսական դաշտը, երկրի մագնիսական դաշտը, դա ինչ է նշանակում, ինչ է դա տալիս։ Միայն գիտությունն ասում է, որ երկրի մագնիսական դաշտը պաշտպանում է տիեզերքից եւ արևից եկող վնասակար այդ ամեն ինչը, ամեն ինչ չասեմ, որովհետև դա ձեզ ովքեր հետաքրքրում են կարող են կարդալ, արագ ասում եմ այդ մասին։ Դրանից պաշտպանական շերտ է։ Եվ տիեզերագնացները հիմնականում պտտվում են 100 երկրի մակ երևույթից արդեն 100 կիլոմետր կամ մի քիչ ավել պակաս հեռավորության վրա եւ միշտ գտնվում են մագնիսական դաշտում։ Այժմ մագնիսական դաշտը, որովհետեւ լավ հասկանանք, համարենք սա մարդ է, այսպես մարդ է, ես էլ ոտքերը տնենք, որ ասեք մարդ։ Այս մարդը տեղում պտտվում է, կատարում է մի 10 պտույտ, մի 10 պտույտ արագ կատարելուց հետո տեսնում եք, որ խմածի նման չի կողմնորոշում, որտեղ հենվի, որպեսի վայր չընկնի, ինչի համար, քանի որ նա երկրի մագնիսական դաշտի նկատմամբ կատարեց իր խախտումը, խախտում կատարեց այստեղ իր գլխում, եւ դրա համար նրա ուղեղը արդեն այդ պահին նման ձևով չի աշխատում, եւ ուղեղի բալանսը, որը պետք է իրեն պահեր, ինքը ընկնում է կամ ներքև, կամ հարվածում ինչ-որ կամ մեկը պետք է բռնի, որ վայր չընկնի։ Հասկացաք այս ամեն ինչը, սա ինչի համար է։ Եվ եթե երկրի մագնիսական դաշտը այժմ այստեղից դուրս է գալիս այս ուղղությամբ հարավից գալիս հյուսիս այսպես պտտվում է, ապա երբ որ կլինի մագնիսական դաշտի փոփոխություն, նա հազարամյակով մի 1000, 1200, 1500 տարվա ընթացքում պետք է փոփոխվի, հետո պետք է սկսի, որ այստեղից է դուրս գալու։ Իսկ այդ 1500 տարվա ընթացքում այն ինչ որ այստեղ ասացի, այդ նույնը կատարվում է մարդկանց ուղեղի հետ, բալանսը խախտվում է, դրա համար էթնոսում գտնվողները մի քիչ էլ այդտեղ օգնում է էֆիրի մասնիկները, դրա համար իրենց էթնոսում մաքուր գտնվողները կարողանում են գոյատևել, եւ կենդանիները եւ մարդիկ, ոչ միայն մարդիկ, այլև նաեւ կենդանիները, իսկ մնացածը այդտեղ չեն դիմանում, եւ ոչ բոլորն են, որոնք կարող է 100%-անոց հայ լինի Հայաստանում, նա չդիմանա, ըստ իրեն ֆիզիկական կամ այն միջավայրում, որտեղ գտնվում է, չհասցնի դրանից հեռանալ, իսկ 90%-անոց հայը կարողանա փրկվել եւ հենց նա լինի հաջորդ սերունդը հայերի համար։ Ինձ թվում է այլևս նման տիպի հարցեր չլինի։ Նույնը դուք բոլորը կատարեք այս փորձը ինչի համար է եւ ինչ է մարդը պտտվելուց, արագ պտտվելուց մի ուղղությամբ դա տեղի ունենում։ Տարբեր հիպոթեզներ են ասում, հիմնականը դա նաեւ քանի որ մագնիսական դաշտի նկատմամբ նա արագ խախտում է կատարում,
եւ իր ուղեղը չի կարողանում արդեն կողմնորոշվել, գտնել մագնիսական դաշտի հետ իր դիրքը, դրա համար նա ընկնում է կամ սպասում է այնքան, մինչև իր ուղեղում մագնիսական դաշտը երկրի մագնիսական դաշտի հետ համընկնում է։ Հիմա էլ լուսին թռցրեցին, այդ լուսին թռածներից ինտերվյու վերցրել են, ինչ վիճակում են եւ այլն։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Այդտեղ շատ չխորանանք, այդ հիմարությունները, որը բրուտները ստեղծել են, իբր գնալու են հիմա էլ լուսնի վրա բնակվեն, կրկնում եմ, դա միայն կարող էր Հայան անել եւ հայերն են մի քանի անգամ արել սրանից այդ 3 միլիոն տարին, որ ասում եմ, 3 միլիոն տարու մասին այսպես հասկացեք, որպեսզի պարզ լինի։ Եթե մենք սա վերցնենք որպես մեր գալակտիկայի հորիզոնական դիրքով եւ արեգակնային համակարգությունը այսպիսի շարժում է կատարում, իրականությանը եթե համապատասխանող ձևով վերցնենք, ապա Հայան կործանվել է այստեղ, հարավային կիսագնդում կործանվել է, մեր գալակտիկայի հարավային կիսագնդում։ Ես այսքանը մեզ համար չեմ հաշվել, հայերիս համար, ամենավատ պայմանները մոտավորապես այստեղ 4-5 միլիոն տարի է, երբ որ հասարակածով ենք հենց անցնում։ Եվ այստեղ հայերը ստեղծել են Չինաստանում հատկապես եւ Եվրասիայի կենտրոններում գործարաններ պաշտպանվել դրանով երկիր մոլորակը մինչև անցել է այս կետը։ Իսկ այստեղից արդեն հիմա այստեղ ենք։ Սա 3 միլիոն տարի է, որը կարելի է ասել երկիր մոլորակի արեգակնային համակարգության ավելի լավ պայման է։ Դրանից հետո մենք նույնպես 12 միլիոն տարի այս ուղղությամբ աճելու ենք։ Եվ այստեղ 9 միլիոն տարին է մեզ համար օգտակար։ Վերջին 3 միլիոն տարում նորից պետք է պատրաստվենք, որպեսզի արեգակնային համակարգը այսպես իջնելու է։ Կարող է երկիրը լուսնի հետ վերանա, կարող է երկիրը վերանա, լուսինը վերանա, պարզ չէ, թե այստեղ ինչ կկատարվի, որ դիրքում կսկսվի այդ ամենը, դա ոչ ոք չի կարող մինչ օրս ասել, դա միայն կարող են հասկանալ վերջին մի քանի ամսվա ընթացքում, որը լինի այստեղ։ Դրա համար Հայան այստեղ պատրաստվել էր արդեն, մենք էլ այստեղ պետք է պատրաստվենք, բայց առանց հայերից, եթե փորձում են ինչ-որ բան կատարել, չեն կարող կատարել, եւ երկիր մոլորակից դեպի լուսին հայերը այս ընթացքում, որը 5 միլիոն տարվա չափ է, այդ ընթացքում միշտ գնացել են լուսին եկել եւ լուսնի վրա նույնպես ինչպես պիրամիդաներն են, այդ բուրգերն են եւ այլն, նույնպես կառույցներ կան, հայերը այնտեղ կառուցել են։ Իսկ որպեսզի մագնիսական դաշտը անցնել եւ արևը չկարողանա ռմբակոծել եւ ռադիացիա եւ այլն եւ նաեւ մագնիսական դաշտից դուրս գալով հիշողություն մարդիկ ունենան եւ չվերանա նրանց հիշողությունը, հայերը այդ արբանյակները պատրաստել են 3 շերտից Հայաստանում գտնվող տարբեր նյութերի 3 շերտից, դրա համար ոչ նա է կարողանում գալ եւ արբանյակները մինիմում ունեցել են ներսում 6 մետր շարավղով գունդ, որպեսզի տեզերագնացը այնտեղ հիշողությունը չկորցնի։ Եվ նման գնդեր են նաև տարել լուսնի վրա, որպեսզի միայն այդտեղ նրանք լինեն։ Դուրս են եկել 1-2 ժամով, նորից վերադարձել գնդերը, որպեսզի հիշողությունները չկորցնեն։ Իսկ թե բրուտները ինչպես են դա կատարելու, դա արդեն կարելի ասել հեքիաթի ժանր է։ Կամ պետք է հասկանան այդ տեխնոլոգիան, որը չեն էլ հասկանա ինչպես կատարել, մինչ օրս չեն հասկացել, կամ դեռ նրանց երկար տարիներ է հարկավոր։ Այնպես որ մագնիսական դաշտը մարդկանց մոտ խախտվելու է, երբ որ
արդեն սկսի ոչ թե այստեղից մագնիսական դաշտը շարժվի դեպի հյուսիսային կիսագունդ, այլ հյուսիսայինից հարավային եւ մոտ 1000-1500 տարի սա փոխելու է իր առանցքը, գալու է եւ սկսելու է հիմա այսպես է գնում, հետագայում հյուսիսից հարավ է գալու։ Եվ այդ ընթացքում մարդիկ անասունի պես ապրելով, առանց հիշողության, առանց որևէ բանի, կամաց սկսում է նրանց մոտ կարգավորվել եւ ավելի արագ կարգավորում է հայերի մոտ, բայց հիշողությունը, որ հին տեխնոլոգիաներ եւ այլն, միայն հայերի մոտ է դա տեղի ունենում, մնացածը դա հայերից տեսնելով սովորել են, նրանց մոտ դա տեղի չի ունենում, դա հայայի շնորհքն է, որ հայերի մոտ դա տեղի է ունենում, քանի որ առաջին 80,000 տարին ապրելով հայան երկիր մոլորակում միայն տեսավ, որ հայերի մոտ դա կա եւ դա ամենից շատը ներդրեց հայերի մոտ եւ կրկնում եմ, եթե վերցնենք 100 հոգի տարբեր տեսակներից, ապա հայերի մոտ 100 տեսակից 10-ը կլինի գիտնական, չինացիների մոտ 2-ը կլինի, հնդկացիների մոտ 1-2-ը, 1000-ից միայն մեկն էլ կլինի գերմանացիների մոտ։ Մնացածի մոտ այդ երևույթը տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենա։ Ահա թե այսքանը ինչ ցանկանում եք իմանալ, բայց մեր հիմնական հարցը արդեն Անդրանիկի սուրը պետք է հանել։ Պետք է նաեւ այս զենքը յուղել, նա հնարավոր է նաեւ ժանգոտի։ Այսօր դա վերջին մեր պահն է։ Եվ ովքեր վախենում են, թող վախենան, բայց ասեմ այսքանը. մենք հայրենիք ենք կորցնում եւ բոլորը այստեղ ովքեր կան, սկսած այս տականքներից, վերջացրած թեկուս այս տականքներով եւ վերջացած այս ամենալպրծուն տականքով եւ իր նախահայրերով, նաեւ այստեղ այս երկու տականքներով եւ Քորշունը եւ բոլորը եւ Նարիմանովը, բոլորը դրանք Հայաստանի Հանրապետության պետական հանցագործներ են եւ հանցագործներին եմ ես ասում, պետք է գնդակահարել, ոչնչացնել։ Իսկ եթե այստեղ ես օգտագործած լինեի, որ գիտնական այսինչին, որը մեծ գյուտ է կատարել, ոչնչացրեք, ես ինքս ինձ չէի ների, բայց սրանք բոլորը Հայաստանը վաճառած, Արցախը դա Հայաստան է, Հայաստանը վաճառած, Հայաստանը թալանած, Հայաստանը ոչնչացած տականքներ են բոլորը, այսքանը։ Եվ հիշեք Անդրանիկի սուրը հանելու ժամանակ։